Ես ձեզ այդ պատերով կտամ եւ այդտեղի ձեր քաղաքական դիակի մնացորդները ԿՊԱ-ականները որոշել են այլևս չհայհոյել։ Հերիքան ներվերներիս հետ խաղակ։ Նրանք սկսել են պատասխանատվություն զգալ երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Համենայն դեպս այսպես է վստահեցնում ՔՊ կուսակցապետը, որ որոշել է հայհոյանքի դեմ պայքարել էթիկայի կանոնագիրք ընդունելով։ Այնպես, որ երբ հայոյանքին հայոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ բախվորացություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած էթիկայի կանոնագրքին։ Սա կարդում ենք Facebook-յան այն պատին, որը միջազգային մամուլում է նույնիսկ հայտնի իր հայհոյախառն գրառումներով, ընդդիմախոսների, հոգևորականների նկատմամբ։ Արվելակերպի այն կանոնները, որոնց մենք ինքներս Ռուբեն Ռուբինյանը թվարկում է էթիկայի կանոնագրքում տեղ գտած ՔՊ պատվիրանները։ Եվ այս կանոնները ներառում են ազնվությունը, պարկեշտությունը, թափանցիկությունը, շահերի բախման բացառումը, բռնության բացառումը։ Հանցագործ! Անվտանգության աշխատակիցներին ներս եմ հրավիրում։ Պարկեշտությունը եւ համեստությունը սոցիալական ցանցերում, պարկեշտությունը եւ համեստությունը սոցիալական ցանցերում, հարգալից եւ արժանապատիվ վերաբերմունքը բոլորի հանդեպ, քաղաքացիների, կուսակցականների, քաղաքական հակառակորդների հանդեպ եւ այսպես շարունակ։ Տեսեք ինչ եմ ասում։ Ես ձեզ ոտի տակ կտամ։ Տոծապ կտանք կպարեք եք, երկեք եք։ Թաթիկները կտրում ենք, հատ։ Լեզուները կկտրենք։ Հասկացաք բոլորը։ Նստի տեղը դու լսի ինչ եմ ասում։ Կպարկցնենք ասֆալտին եւ կտանք պատերով բառից բուն իմաստով։ Ով եք դուք ընդհանրապես։ Միութենական պետության կողմնակից եք, թե թրքահապատակ շան տղա։ Հələ հանգստացի դու մի հատ Թադևոս Ավետիսյան կամ Ավետիս Թադևոսյան։ Հակտամ մաս։ Պետք է մի ուրիշ բան։ Դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ։ Հույս ունեմ, որ սա վարակիչ կլինի այլ քաղաքական կուսակցությունների եւ լրատվամիջոցների համար։ Հայհոյանքը քրեականացրած, հետո ապա քրեականացրած իշխանությունը ինչպես կարող է պայքարել հայհոյանքի դեմ, եթե ինքն է քաղաքականություն մտցրել հայհոյանքը, պետական ու պաշտոնական մակարդակի հասցրել հայհոյախոսությունը, վիրավորանքը, ծեծը։ Չեմ կարծում իրենք կկարողանան իրենց երկար զսպել, կկարողանան երկար ժամանակահատվածում կտրվածքով բարեկիրթ երևալ եւ իրենց բարեկիրթ ցուցադրել։ Խորհրդարանական ընդդիմադիրները, որոնց ականջներում են անընդհատ Փաշինյանի ու իր թիմի կեղտոտ բառերը, վստահ են, ընտրություններից առաջ ԿՊ-ն ուզում է կերպարային փոփոխություն անել։ Մաքրել անունը, բարձրացնել հեղինակությունը։ Դրա համար Փաշինյանը նաև ակտիվ պայքար է տանում Ինստագրամում, ամեն օր սրտաշատ ողջույններ ուղարկելով մարդկանց։ Սրտի կանելը ժողովրդավարության նշան չի։ Սափրված լինելը, գեղեցիկ հագնվելը, մաքուր հագնվելը ժողովրդավարության նշան եւ ցուցիչ չէ։ Ընդդիմությունը համոզված է ԿՊ-ն նաև խնդիր ունի միջազգային գործընկերների առաջ հեղինակությունը բարձրացնել։ Բան է ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուս դալիճի։ Ավելի պարկեշտ Երևալ, մինչդեռ ներսում Հայաստանում ժողովուրդը լավ գիտի։ Ինքը երբեք չի փոխվի, կարմիր կովը կաշին չի փոխի։ Լիլիթ Գասպարյան, Կանինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։